Ալիևին հենց այդ խաղաղությունն է պետք, Շարմազանովից կյանքին մեռնեմ։ Ամեն անգամ հենց այդ հարցը ինձ հարցազրույցներում տալիս են, Շարմազանովից խոսքերն եմ հիշում, որ ասում է Արցախում էլ է հիմա խաղաղ։ Այդ խաղաղությունն է Ալիևը ուզում։ Ալիևն էլ է ուզում խաղաղություն, բայց ինչ խաղաղություն, որ սա Հայաստանը վեկալի հայրին, որին սպանի, որին նստեցնի, որին քշի, որին ստրեկացնի, ու վերջ։ Ինքն էլ է ուզում խաղաղություն, բայց այդ ինչ խաղաղություն։ Ամենավտանգավոր հենց Տոշկեն դա է։ Ասենք սահմանադրությունը այսօր կփոխեն, Սևան ջան, վաղը չեմ իսօր մենք էլ կգանք էլի հետ կփոխենք։ Բայց որ 300,000 թուր բերի լցի ստե, վсё։ Այս Հայաստանը տալու է իրանց, վերջ։ Մի քանի տարում, այստեղ իրականում տենց էլ որ չլինի, հենց իրան կսարքեն, բայց իրականում կլինի հաստատ մի հատ թասիբով տղա կլինի, մի հատ թասիբով զոհվածի հեր կլինի, որ կհելի մի հատ թուրքի կողի դանակը փորս հենց կխառնի աղիքները կթափի դուս, կլինի չէ՞ տենց գոնե մի հատ տղա։ Այդ կլինի արդեն պատրվակ, որ Ալիևը զորքը կողի Հայաստան ասի, «Էս ինչ է կատարում, չես կարում դու անվտանգությունը ապահովես, մենք գալիս ենք անվտանգությունը ապահովենք»։ Ոնց որ Կիպրոս են մտցրել զորքերը, հասկանում եք։ Դաժե որ տենց բան չլինի, իրան կսարքեն։ Մի հատ թուրքի կվնասենք, ասեն հայերը վնասեցին, մենք մտնում ենք բան անենք։ Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Նիկոլը բան էլ կստորագրեն մի հատ փոխօգնության, ռազմական փոխօգնության, տերորիստների դեմ համատեղ պայքար ինչ-որ մի հատ բան կստորագրեն, ու այդ վաղտե լրիվ օրինական ինքը զորքը կկողի Հայաստան։ Այդ դրա համար եմ ասում, ամենավտանգավոր բանը այդ թուրքերի գալնաստե։ Ամենավտանգավոր բանը, որտեվ տենց Հայաստանն ենք մի անգամից տալու իրանց։ Իսկ սենց գոնե ինչ էլ տվել է, մենք մտածում ենք, ասում ենք, վաղը չեմիսորը կփոխենք, վաղը չեմիսորը կփոխենք, է որ սաղ տա, ոնց ենք փոխելու։ Գոնե մի կետ պետք լինի, որ այդ կետի վրա դու հենվես ու հետո գնաս առաջ նորից սաղ հետ բերես։ Ասենց կետ չի թողում, սաղ տալիս է։